Սիրիայի նոր իշխանությանը ենթարկվող անվտանգության ուժերի եւ նախկին նախագահ Բաշար Ասադի զինված կողմնակիցների միջև բախումները շարունակվել են երկրի ափամերձ տարածքներում, հատկապես Լաթաքիայում եւ Տարտուսում։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը դատապարտել է Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունը, կոչ անելով հետաքննել քաղաքացիական անձանց մահապատիժները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Ծայրաստիճան անհանգստացնող հաղորդումներ ենք ստանում Սիրիայում ամբողջական ընտանիքների, այդ թվում կանանց, երեխաների եւ վիրավոր մարտիկների սպանությունների մասին։ Անհրաժեշտ է իրականացնել բոլոր սպանությունների եւ այլ խախտումների օպերատիվ, թափանցիկ եւ անկողմնակալ հետաքննություններ, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն միջազգային իրավունքի նորմերին եւ չափանիշներին համապատասխան։ Իսրայելի էներգետիկայի նախարար Էլի Քոենը կարգադրել է անհապաղ դադարեցնել Գազայի հատված էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Նա խոստացել է կիրառել իրենց տրամադրության տակ եղած բոլոր գործիքները, բոլոր պատանդներին ազատելու նպատակով եւ երաշխավորելու համար, որ Համասը Գազայում չի մնա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կոշտ դիրքորոշում ունի Ռուսաստանի հարցում, բայց միևնույն ժամանակ լավ հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Պատասխանելով Ռուսաստանի նկատմամբ այսպես կոչված մեղմ վերաբերմունքի մասին քննադատություններին, Թրամփը նշել է, որ իր առաջին ժամկետի տարիներին մեծ թվով պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, ի թիվս այլ պատժամիջոցների, եւ որ Պուտինը կարող է առաջինը հաստատել Ռուսաստանի նկատմամբ իր կոշտ մոտեցումը։ Ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի կնքումը բավարար չի լինի, որպեսզի Միացյալ Նահանգները վերականգնի Կիևին ռազմական օգնության տրամադրումը եւ հետախուզական տվյալների փոխանակումը։ Նման հրապարակում է արել NBC հեռուստաընկերությունը հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկություններով Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփն իր օգնականներին հասկացրել է, որ գործարքից բացի անհրաժեշտ է, որ Վլադիմիր Զելենսկին փոխի իր վերաբերմունքը խաղաղության բանակցությունների նկատմամբ եւ զիջումների գնալու պատրաստակամություն ցուցաբերի։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին մերժել է միջուկային ծրագրի վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների առաջարկը։ Նրա խոսքով որոշ ագրեսիվ կառավարությունների համառ կոչերն ուղղված են ոչ թե խնդիրների լուծմանը, այլ սեփական տեսակետների գերիշխանությանն ու պարտադրմանը։ Ավստրալիայում ավելի քան 350,000 տուն եւ ձեռնարկություն հոսանքազրկվել է Ալֆրեդ ցիկլոնի պատճառով։ Նոր հարավային Ուելս նահանգի հյուսիսում, որը նույնպես տուժել է ցիկլոնից, շարունակում է հոսանքազրկված մնալ 16,000 տուն։